Գուցե անդիմությունը, որ սենց մեկը մեկի հետևից խրոխտ, սենց հզոր դահլիճներով, սենց կոմունիստական օվացիաներով ինչ-որ փարթիներ են անում, իր արսենալում ունի ճանապարհային քարտեզ, ինչպես հեռացնել այս իշխանությանը, դրա համար սենց տոտալ իգնոր արեցին եւ շարունակում են իգնոր անել մի օրակարգ, իմպիչմենտի օրակարգը, որը որևէ կերպ չէր կարող կոորդինացվել Նիկոլ Փաշինյանի կողմից, որտեղ Նիկոլ Փաշինյանը չէր կարող խցկվել եւ իր խաղի կանոնը թելադրել, որը որևէ կերպ չէր կարող հակասել օրինակ հունիսի 7-ի ընտրությանը, որովհետեւ դրանք ոչ միայն իրար չհակասող, այլև իրար փոխ լրացնող սահմանադրական գործիքներ կարող էին լինել, որովհետեւ դու պիտի պատրաստես հասարակությանը, հանես փողոց հասարակությանը, որպիսի կարողանաս, եթե միջև հունիսի 7-ը հնարավոր լինի սահմանադրական ճանապարհով այս խնդիրը լուծել, եթե չլինի, ահա այդպես փողոցով, փողոցի էսկալացիայով, փողոցի էներգետիկայով գնաս հունիսի 7-ի ընտրության, ես վստահ եմ, որ դա բացարձակապես այլ քաղաքական իրավիճակ կլիներ, բայց մենք տեսնում ենք, որ մեր որոշ ընդդիմադիր ուժեր նախընտրում են սալոնային տրամաբանությամբ գնալ ընտրության, որս ինչքան ձայն կհավաքի, ի վերջո կա, ասենք հականիկոլ էլեկտորատ, այդ հականիկոլ էլեկտորատի ձայները իրարից էլ գողանալով իրար մեջ կբաժանենք, կպրծնենք եւ կգնանք Նիկոլի անվան խորհրդարանում ընդդիմություն կաշխատենք։ Ես շատ ցավով եմ ասում, ես չեմ ուզում, որ այդպես լինի եւ տա Աստված, որ ես սխալված լինեմ, բայց առ այս պահը օրակարգը, տեսանելի օրակարգը դա է։